Բարերիկո սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ+-ի Post-Scriptum հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է Սարդարաբադ շարժման մասնակից ռեժիսոր Տիգրան Խազմարյանը, շնորհակալություն Տիգրան, որ այսօր եկել ես մեզ մոտ։ Ես ուզում եմ սկսել այնուամենայնիվ մասնագիտական աշխատանքից, ինչով ես զբաղվում որպես ռեժիսոր, ինչ ճակատագիր ունեցան քո նախորդ ֆիլմերը կամ ինչ process-ի մեջ են այսօր նկարահանող ֆիլմերը։ Ամեն ինչ լավ, ինչպես միշտ ես նկարահանում եմ, ֆիլմերս չեն ցուցադրում հեռուստատեսությամբ, բայց ցուցադրվում է անկերական միջավայրում, հենց այսօր այստեղից ես գնալու եմ մի ռեստորան, որտեղ հավաքվում են մարդիկ հատուկ, որ դիտեն իմ ֆիլմ, այսինքն ռեստորանը չի աշխատելու այսօր որպես ռեստորան, աշխատելու այդ ռեստորանին չեն հետապնդելու։ Ես այդ պատճառով չեմ ասել այդ ռեստորանի անունը, միգուցե իրենք որոշեն, իրենք ընտրում են, իսկ ցուցադրելու եմ Քրիստոսի կենդանագիր պատկերը ֆիլմը, որը 2 տարի առաջ արել եմ։ Ինչի մասին է, ինչ թեմա է, ո՞րն է դրա թեման։ Քրիստոսի խաչելությունից 2 օր առաջ Աբգար արքայի խնդրանքով նկարվեց դիմանկար, որը հրաշքով պահպանվել է այսօր, գտնվում է հայկական եկեղեցում, Իտալիայում Ջենովա քաղաքում, ժամանակին դա եղել է քրիստոնեության գլխավոր սրբությունը, հետո այդ մասին մոռացել են, եւ այդ պատմությունը ես պատմում եմ այս ֆիլմում եւ ցույց եմ տալիս այդ դիմանկարը։ Դրանից հետո արել եմ եւս մի ֆիլմ այն մասին, ինչպես ենք բարձրացել Մասիս լեռան գագաթ։ Հիմա պատրաստում եմ անել ֆիլմ Արցախյան պատերազմի զոհված եւ ողջ հերոսների մասին, այդ թվում նաեւ Ժիրայր Սեֆիլյանի։ Մասիս գագաթը կամ Քրիստոսի պատկերը, կարծես թե քաղաքական առումով անշարժ թեմաներ են։ Ինչն է պատճառը, որ դրանք չեն ցուցադրվում։ Ես կարծում եմ դուք սխալվում եք։ Ներկայացության համար Քրիստոսը, Մասիսը դա շատ վտանգավոր թեմաներ են։ Իրենցը ուրիշ է։ Իրենցը պատրոնտաշն է, իրենցը թաթան է, իրենցը այն բազմաթիվ աստղերն են, ում միջոցով լվանում են մեր երկրի, հատկապես երիտասարդության գլուխները դարձնում են իրենց սպառող այդ ամեն ինչի այդ կոյուղու, որպեսզի ժամանակ գա եւ իրենց կարողանան հոտի պես առաջնորդեն այս կամ այն ուղղություն դեպի ընտրություն, դեպի պայծառ ապագա, որի վկաներն ենք մենք ցավոք բոլորս այսօր։ Այսինքն որոշակի մակարդակը, որոշակի, չգիտեմ, հայրենասիրության կամ ինտելեկտի մակարդակը հակացուցված է մեր հեռուստաընկերությունում։ Դա խիստ հակացուցված է, դա խիստ վտանգավոր է իշխանություն պահպանելու համար, նրանց պետք է բոլորովին այլ ժողովուրդ եւ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի մեր ազգը, մեր ժողովուրդը դարձնեն այդ քոչվորների պատմություն չունեցող մի հոտ։ Ոմանց որոշ դեպքերում իրենց դա հաջողվում է, բայց ի վերջո դա բնականաբար չի հաջողվի եւ այդ ժամանակ մենք անցնենք մեր աշխատանքի։ Դուք զբաղվեք միգուցե երաժշտությամբ, ես կինոյով։ Իսկ այժմ զբաղվում ենք ուրիշ բաներով։ Տիգրան, այնուամենայնիվ ես միշտ ենթադրում էի կամ չգիտեմ, հոգուս խորքում մտածում էի, որ այդ աստղիկները, սերիալները եւ այլն ինչ որ ցույց է տրվում, որը ես բնականաբար չեմ նայում, բայց այն ինչ որ ցույց է տրվում, դա ոչ թե ինչ որ պատահական կամ կոմերցիոն նպատակ է, այլև հետապնդում է նաև գաղափարախոսական, եթե կարելի ասել, նպատակ։ Բայց արդյոք այդպես մտածելով ես տուրք չեմ տալիս դավադրությունների տեսությանը, այսպես ասած։ Արդեն ոչ, եթե դա արվում է այդքան ժամանակ եւ այդքան գումար է ներդրվում այդ ամեն ինչի մեջ, բնականաբար դա գաղափարախոսություն է, դա գաղափարախոսություն չունենալու գաղափարախոսություն է, դա մարդկանց փչացնելու, դա մանկապղծության բառից բուն իմաստով նաև քաղաքականություն է, որը տարվում է եւ որին պետք է դիմադրել։ Այն դիմադրական շարժումը, որը ներկայացնում ենք մենք եւ հատկապես Սարդարապատ շարժումը, դիմադրում է դրան նաեւ։ Մենք դրան դիմադրելու ենք ու դիմադրում ենք Կոմիտասով։ Օրինակ, մենք դրան դիմադրելու ենք Արամ Խաչատրյանով, մենք դրան դիմադրելու ենք մեր ամբողջ մշակույթով, որը մեզ թույլ չի տալիս ընկճվել եւ հանձնվել։ Մենք չենք հանձնվի հենց այն պատճառով, որ դա մեզ չի թույլ տա մեր մշակույթը եւ պատմությունը։ Այսինքն դա պարզապես մեր իշխանավորների ճաշակը չի, այսպես ասած, մակարդակը չի, բայց նաեւ ինչ որ մտածված բան է։ Կարծում եմ այո, եւ կարծում եմ, որ դա արվում է ամենուրեք եւ Ռուսաստանում, որին հետևում են կոնկրետ մեր իշխանիկները։ Նրա օրինակին այսինքն, հա։ Այո, այո, այո։
երևի չկա ավելի նողկալի, ողորմելի երևույթ, քան այդ պոպսան ռաբիսը, որը ստեղծվեց մեր աչքի առաջ, որը դուրս եկավ նկուղից, կոյուղուց եւ հիմա թափվում է մեր եւ մեր երեխաների գլխներին եւ բնականաբար դրա տակ կա շատ լուրջ քաղաքականություն, հաշվարկ, գաղափարախոսություն, որը շատ վտանգավոր է եւ որի մասին առանձին երկար կարելի է խոսել։ Այնուամենայնիվ Սարդարապատ շարժման մասին ավելի մանրամասն հիշատակեցի, որ դա հոգեբոր դիմադրություն է։ Ինչով է զբաղվում եւ ինչ կազմակերպչական ձևերով է այդ շարժումը։ Սարդարապատ շարժումը հոգեբոր շարժում չէ, դա քաղաքական շարժում է, որի մասին փորձում են չխոսել բնականաբար, չեն խոսում հեռուստաալիքները, որոնք բոլորը գտնվում են եթերում գտնվող հեռուստաալիքները, որոնք գտնվում են կառավարության վերահսկողության տակ, չեն խոսում նաև շատ ու շատ ի զարմանս մեզ մեր ընկեր բարեկամներ, ընդդիմադիր ԶԼՄ-ներ, օրինակ ազատություն ռադիոկայանի զարմանս մեզ շրջանցում է տարուց ավել Սարդարապատ շարժման գործունեությունը։ Դա քաղաքական շարժում է, ոչ կուսակցական, վերկուսակցական, որը իրենից ներկայացնում է դիմադրության շարժում։ Մենք գտնվում ենք մեր համոզմամբ օկուպացված երկրում, եւ օկուպացված երկրում պետք է կառուցվի, կազմվի դիմադրության շարժում, որի մեջ մտնելու են բոլոր մարդիկ, ովքեր պատասխանատվություն են զգում այսօրվա եւ վաղվա համար, առանց որևէ խտրականության, իրենց կուսակցական, կրոնական, անգամ ազգային տարբերությունների, դա է պատճառը, որ մենք ընտրել ենք Սարդարապատ անունը, որտեղ այդ օրհասական պահին Սարդարապատի դաշտը չելեին հայերն ու եզդիները, դաշնակներն ու բոլշևիկները, հոգևորականներն եւ աթեիստները, սա Սարդարապատ է։ Բոլորը արդեն այսօր իշխանության ներսում մարդիկ իրենցից սկսած մինչև կանաչի վաճառողները ասում են, որ դանակը հասել է ոսկորին, ինչպես հաճախ ասվում է։ Իշխանության մեջ են ասում։ Այո։ Իրանք գող չեն։ Ոստիկաններն են ասում, բանտապետներն են ասում անգամ։ Շարքային ոստիկանները, ոչ թե գեներալները։ Բնականաբար։ Հարկային տեսուչներն են երբեմն ասում, որքան գիտեմ, ներողություն խնդրելով, ներողություն ենք ձեզ ստիպված ենք կողոպտել, որովհետև եւ այլն, բայց դուք գիտեք հո։ Եվ ես վստահ եմ, որ առաջին ցնցումից այդ բուրգը, շատ փխրուն բուրգը, թափվելու է, ինչպես թափվեց Եգիպտոսում, ինչպես թափվում է արաբական այլ երկրներում, դա կհասնի այստեղ։ Շատ արագ։ Այդ դիմադրության շարժումը երբ որ լսում եմ, ես հիշում եմ օրինակ Ֆրանսիայի դիմադրության շարժումը, ֆաշիստները չէ, գրավել էին, ասենք Միսակ Մանուշյանը, չէ, եւ շատ հայրենասեր մարդիկ դիմադրում էին, բայց նրանք դիմադրում էին նաեւ, չգիտեմ, գնացքներ պայթեցնելով, պարտիզանական պայքարով եւ այլն։ Դա այդ դիմադրությունը չի մեր մոտ։ Գնացքներ պայթեցնելով, գիտեք, շարժումներ զբաղվում են, տերորիզմը նույնպես հետաքրքիր փուլ էր, բայց մենք պետք է այդ հարցերը լուծենք դատական գործընթացով։ Բոլոր գողերն ավազակները, ի թիվս այդ 40 ընտանիքների, որոնք այսօր կողոպտում են եւ օկուպացրել են երկիրը, նրանց պետք է դատել։ Այստեղ պայթեցնել կամ գնդակարել շքեղություն է։ Մենք իրավունք չունենք նման բաների հասցնել։ Մենք դրանով վիշապին սպանելով վիշապ ենք ծնելու։ Այդ ամենը պետք է քաղաքացիական համակարգի եւ դատական քաղաքակիրթ ձևով արվի։ Մենք երեք խոսում ենք փաստաբան Լուսինե Սահակյանի հետ, որը իդեպ խոսում էր հնդատական համակարգի մասին, որը ծայրից ծայր կոռումպացված է, որը վախեցած է դատախազությունից եւ ոստիկանությունից եւ բացարձակապես անկախ չի։ Դուք կարծում եք, որ հեղափոխության հաջորդ օրը այդ դատական համակարգը կդառնա անկախ։ Հաջորդ օրը չէ, սակայն հաջորդ օրը մենք պետք է իմանանք ինչ ենք անելու եւ ում հետ ենք անելու։ Այստեղ հսկայական է մեր երիտասարդության դերը։ Հսկայական է։ Մարդիկ, ովքեր այսօր մերժված են, մարդիկ, ովքեր այսօր ապագա չեն տեսնում եւ ովքեր հեռանում են, ինչպես նաեւ նրանք, ովքեր չեն հեռացել, որոնք գտնվում են ներքին էմիգրացիայում այստեղ, իրենք անհրաժեշտ են լինելու սեփական երկրին։ Դա օր է լինելու, երբ երկիրը կանչելու է ոչ թե ինչ որ բան ստանալու,
ինչպես այսօր են դիտում քաղաքացիական, քաղաքական, մասնագիտական զբաղմունքները շատերը, կանչելու է երկիրը, որպեսզի նրանք տան այս երկրին եւ իրենց ապագային այն, ինչ կուտակել են, այն, ինչ անհրաժեշտ է լինելու վաղը, եւ կրկնում եմ բնականաբար բոլոր ոլորտներում կան ազնիվ մասնագետներ, դուք դա գիտեք ինձնից էլ լավ, որտեղ հանդիպում եք բազմաթիվ մարդկանց հետ, սակայն կարծում եմ, որ կորիզը լինելու է այդ նոր սերունդը, որի համար պաստորեն այս ամենը եւ արվում է։ Մենք հաղթողների սերունդն ենք, որոնք պարտվեցինք հաղթանակից հետո մենք իրավունք չունենք թողնել այս պարտավորությունը մյուս սերնդին։ Մենք դա պետք է անենք մեր կյանքի ընթացքում, որպեսզի նրանք կարողանան ապրեն այն երկրում, որի մասին մենք բոլորս երազում ենք։ Facebook-ով ընկերություն եմ անում, այսպես ասած, բազմաթիվ երիտասարդների 20-25 տարեկանների հետ, եւ նրանք հիմնականում գուցե ինձ են պատահել, Հայ ազգային կոնգրեսին համակիրներն են, հրաշալի երիտասարդներ են, բայց նրանք այնուամենայնիվ որոշակի քաղաքական ուղղվածության ուսակցականացված հայ երիտասարդներ են, այդպես չի։ Կարծում եմ, այո, մենք դիտում ենք ազգային կոնգրեսը, Հայոց ազգային կոնգրեսը, ինչպես նաև մի շարք այլ շարժումներ, որպես բնական դաշնակիցներ այնքան ժամանակ, որքանով իրենք համարում են իրենց ընդդիմություն եւ դիմադրության շարժման մասնակից։ Ոչ բոլորն են գնալու այդ ճանապարհով մինչեւ հաղթանակ, որովհետեւ ոմանք ցավոք սրտի հիմա արդեն խոսում են ինչ-որ քաղաքական գործարքների մասին, օրինակ ընտրությունների մասին, ինչը մեզ թվում է միամտություն լավագույն դեպքում, քանզի բռնապետությունները ընտրություններով չեն փոխվում։ Ես բնականաբար չեմ պատրաստվում հիմա ներկայացնել այն գործողությունների ցուցակը, ինչը բերելու է հեղաշրջմանը, հեղափոխմանը։ Դուք այդպեսի ցուցակ ունեք, բայց պարզապես հիմա չեք հայտնում, որ իշխանությունը չհակազդի։ Չէ, բանը դա չէ։ Բանն այն է, որ նման դեպքերում շաբաթը միշտ գալիս է ուրբաթից շուտ, եւ այն մակարդակի սոցիալական պայթուցիկ վիճակը, որը ստեղծվել է երկրում, քանդելու է բոլոր գաղափարները, բոլոր սխեմաները, ուստի պետք է ուղղակի պատրաստ լինել դրան եւ վաղվա օրվան դրանից վաղ, որովհետեւ այսօր վտանգված է ոչ միայն իշխանությունը կամ Հայաստանի Հանրապետությունը, այսօր վտանգված է հայոց պետականությունը, այս կառավարության եւ այս իշխանությունների գործունեության արդյունքում վտանգված է բուն պետականությունը, այսինքն պետության ապագան ներկան արդեն երևում բոլորին, բայց ապագան էլ հիմա հարցականի տակ է։ Իրենք օկուպացրել են երկիրը եւ այդ օկուպացիան երկարաձգելու համար ցանկացած գործարքների են գնացել եւ ներսում քրեական տարերի հետ եւ դրսում ցանկացած չէ, որոշակի հատուկ ծառայությունների, գործակալությունների որոշ երկրների հետ։ Ինչի վկայությունը նաև քրեական տարերի դրսի։ Երևի, դա երևում է ամեն օր։ Ինչի վկայությունը իմիջիալոց նաև այն, ինչից դուք սկսեցիք այդ խոսակցությունը։ Մենք խոսում ենք մշակույթից, բայց դա քաղաքականություն է։ Այն երկրի, այն ազգերի եւ այդ ոճի երաժշտությունը, որը լսում են իրենք, որոնք հնչեցնում են իրենք, դրա վառապացույցն է, որովհետեւ ինչ որ բլատնո է կոչվում, հա, այսպես ասած։ Եվ բլատնո, եւ դա ուղղակի մուղամային թուրքական ոճավորության երաժշտությունը, որը բնականաբար համապատասխանում է իրենց աշխարհայացքին, իրենց գեղագիտությանը։ Մենք չենք կիսում այդ գեղագիտությունը։ Վերջի վերջո սա պատերազմ է հանուն գեղագիտության, հանուն մշակույթի։ Համաձայն եմ։ Ասացեք խնդրեմ, վերադառնանք այնուամենայնիվ բանին, ընտրություններին։ Ինչպես է տեղի ունենում, Արամը կամ Տիգրանը իրականացնում են հեղաշրջում, հեղափոխություն, ինչպես ուզում եք անվանեք, հետո նրանք են փաստորեն դառնում իրականության տերը, եւ հետո նրանք ստիպում են, որ ընտրությունները կայանան իրենց ձևով, այսինքն այնուհետև նորից կեղծում են ընտրությունները հոգուտ նրանց, ովքեր հեղաշրջում են կատարել։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է, միգուցե ամենակարևոր հարցն է, եւ հիմա մեր ջանքերը իրականում ուղղված են եւ մտավոր եւ մասնագիտական բոլոր հնարավորությունները ուղղված են այդ խնդիրների լուծմանը, ինչ է անելու երկիրը եւ ինչ ենք անելու մենք մյուս օրը։ Ինչպես է լինելու փոփոխությունը, հեղափոխություն կլինի դա, հեղաշրջում կլինի դա, այդքան էլ կախված չէ մեզնից։ Ցավոք սրտի դա արդեն
անվերահսկելի անգամ իշխանությունների ուժային ծառայությունների եւ համակարգի համար անվերահսկելի գործընթաց է այդ մասին վկայում է ամենօրյա մամուլի տեսությունները եւ ուղղակի բավական է պատուհանից դուրս նայել որ հասկանանք ինչին է սա բերելու բողոքը լումպենացվում է եւ դա մեծ վտանգ է եթե դեռ 2-3 տարի առաջ այդ մասին խոսում են մտավորական ընդդիմադիրները մարդիկ ովքեր մտահոգված են քաղաքական գործիչները քաղաքագետները ապա այսօր խոսում են մարդիկ ովքեր չեն կարողանա ձևակերպել այդ խնդիրը ովքեր արդեն հացի մասին են խոսում նախ եւ առաջ իսկ դա նշանակում է որ պայթյունը ոչ ոք չի կարողանա վերահսկել ուստի խնդիրն այն է որ երկիրը իրավունք չունի մենք իրավունք չունենք կորցնել երկրի ինտեգրալացում երկրի ղեկը չենք իրավունք չունենք սահմանները եւ ազատագրված տարածքները վտանգել ուստի անդրադառնում եմ ձեր հարցին ինչպիսին կլինեն գործողությունները բնականաբար դա ազգային փրկության կամ նման մի օղակ է ձևավորվելու որտեղ մտնելու են մարդիկ ովքեր վերցրել են իրենց վրա այդ պատասխանատվությունը եւ դրանից հետո բնականաբար մյուս իսկ օրը պետք է սկսվի աշխատանքը քաղաքացիական հասարակությունը վերակառուցելու այն առումով որ ոչ թե այսօրվա կուսակցությունների վայ կուսակցությունների կեղծ խմբավորումների տնտեսական հիմնականում խմբավորումների միջոցով արկա լինելու այդ մրցավազքը իրական ընտրությունները պետք է անցկացվեն ոչ միայն թափանցիկ կամ արդար պայմաններում դա քիչ է հասարակությունը պետք է ուշքի գա պետք է գույքագրվի իրական քաղաքական հասարակությունը ով ենք մենք ինչ են իրենցից ներկայացնում կուսակցությունները այդ ինքնամաքրման գործընթացը կտևի որոշ ժամանակ որևէ որոշակի ժամանակաշրջան կվերցնի դա որի ընթացքում պետք է կատարվեն սահմանադրական փոփոխություններ որպեսզի ուզուրպացումը իշխանության բացառվի դրա ընթացքում ամենակարևորը պետք է կատարվի սեփականության հարցը դա ցանկացած համակարգային փոփոխության հիմնական հարցն է մենք ձգտում ենք համակարգային փոփոխությունների եւ այստեղ են սկսվում մեր հակասությունները մեր որոշ այսօրվա դաշնակիցների հետ որոնք կարծում են որ մի քանի օլիգարխ փոխելով բերելով հարկային դաշտ կարելի է շարունակել Դուք ինչ եք ուզում էքսպրոպրիացնել այսպես ասած կուլակաթափել եւ այլն բոլորովին ոչ նախ այդ ամենը կրկնում եմ պետք է կատարվի տնտեսական օրենքների եւ դատական օրենսդրության շրջանակներում ինչպես դա առանձին մեծ խոսակցություն է բայց դա խոսակցություն է որին մասնակցում են արդեն այսօր երկրի եւ Սփյուռքի լավագույն մասնագետները մենք արդեն ստեղծում ենք այն ստվերային չեմ ուզում ասել ստվերային որտեղ մեր գործող իշխանություններն են ստվերում գործում ուզում եք ասենք լուսավոր կառույցները որոնք վաղը վերցնելու են իրենց վրա պատասխանատվությունը իրական ժողովրդական խորհրդարան իրական կառավարություն որը ստեղծելու է մի իրավիճակ որից հետո կլինեն արդեն նորմալ ընտրություններ եւ այդ նոր ընտրությունների դեպքում հեղաշրջումից հեղափոխությունից համակարգային փոփոխությունից որոշ ժամանակ անց դա կարող է լինել 6 ամիս, դա կարող է լինել 1 տարի, ես կարծում եմ 2 տարուց ավել դա չի կարող լինել։ Ինչ որ շրջան է պետք հեղափոխությունից մինչև ընտրությունները, այո։ Շրջան, որի ընթացքում ամբողջ պատասխանատվությունը եւ իշխանությունը վերցնելու է իր վրա ստեղծվելիք, եթե ցանկանում եք ազգային փրկության կոմիտե։ Ղարաբաղ կոմիտեն ազգային փրկության կոմիտե էր, չէ՞։ Կարծեմ հետո ինչ եղավ։ Իրենք արեցին սխալներ, որոնք պետք է փորձ լինեն, որոնք պետք է դաս ծառայեն եւ որոնք չպետք է կրկնվեն, բայց ոչ ես, ոչ դուք երևի միայն սև ներկով չեք ներկայացնի Ղարաբաղ կոմիտեի գործունեությունը։ Ղարաբաղ կոմիտեի խնդիրները սկսվեցին այն պահից, երբ իրենք մոռացան այն ժողովրդի մասին, որոնք բերեցին իրենք իշխանության իրենց եւ ստեղծվեց մի նեղ շրջանակ, որը ինչպես հայտարարում միայն իրենք իրավունք ունեն Ղարաբաղի մասին կարծիք հայտնելու, հետո միայն իրենք իրավունք ունեն տնտեսական խնդիրները լուծելու եւ այլն եւ այլն։ Ուղղակի ուղիղ ժողովրդավարությունը դա ձև է, որը օրինակ կիրառում է Շվեյցարիայում
ենթադրենք, երբ ժողովուրդը մասնակցում է հանրաքվեի միջոցով ոչ միայն ամենակարևոր հարցերին, այլ նաև օրենսդրական խնդիրներին։ Քննարկվում է արդյոք ձեր մոտ այն հարցը, որ նախագահական թե խորհրդարանական պետք է լինի ընդհանրապես մեր պետական կարգը, որովհետև հիմա ասում են, որ խորհրդարանական կարգը ավելի լավ է, մեզ համար, որ թագավոր չլինի, որ թագավորը չասի գյադեք էս կողմ, գյադեք այն կողմ եւ այլն։ Այդ խնդիրը քննարկվում է թե չէ։ Անշուշտ քննարկվում է եւ ես պետք է ասեմ, որ մենք այլևս չպետք է կրկնենք նաեւ մի ուրիշ սխալ, որը նույնպես թույլ տվեց ժամանակին Ղարաբաղ կոմիտեն, չի կարելի բոլոր վերարկուները կախել մի մեխի վրա, ինչպես արվեց։ Հիմա բոլորը ասում են մի անուն են տալիս եւ ասում են Լևոն, Լևոնական, բայց այնտեղ մի ստվար զանգված փայլուն մտավորականներ կային, որոնցից մի մասը դեռ կարող է անցնել փողոցով առանց ամաչելու։ Այո, կան։ Մարդիկ ովքեր ազնիվ էին եւ ազնիվ էլ մնացին։ Օրինակ նախին նախարար Հակոբ Մովսեսին ես հանգիստ փողոցում բարևում եմ եւ հանգիստ խոսում եմ։ Երևի այդ անունների շարքը կարելի է շարունակել, թեև շատերը մոռացել են իրենց մասին, բայց դա կար։ Ուրեմն ոչ մի դեպքում այլևս առաջնորդի սինդրոմ Հայաստանում չի ստեղծվի։ Առաջնորդող խումբ, որը օժտված է լինում նախ եւ առաջ պատասխանատվությամբ, եւ այդ պատասխանատվությունը լինելու է շատ լուրջ, որովհետեւ վիճակը, որում մենք գտնվում ենք, շատ լուրջ է։ Մեխանիզմները, որոնք ապահովում են այդ պատասխանատվությունը, նույնպես մշակվում են։ Բնականաբար չկա հանճարների խումբ, որը արդեն ամեն ինչ գիտի։ Պետք է լինի մի մեծ բավականին խումբ, եթե ցանկանում եք, մենք դա անվանում ենք լուրջ կեսկատակ մատյան գունդ, մի քանի 100 մարդ, որոնք մենեջերներ են լինելու, իրենք մասամբ այստեղ են, մասամբ հրավիրվելու են պարկասո մեր սփյուռքը եւ մոտ երկրներից եւ հեռու երկրներից կա եւ ամենակարևորը երիտասարդները, որոնք իրենց վրա են վերցնելու երկրի ճակատագիրը։ Վաղը հանրահավաք է լինելու, դուք մասնակցելու եք եւ այդ հանրահավաքներից, Հայազգային կոնգրեսի հանրահավաքներից ինչ որ սպասելիքներ ունեք։ Մենք ուշադիր հետևում ենք այդ հանրահավաքներին եւ ոչ միայն ՀԱԿ-ի հանրահավաքներին։ Ես չեմ թաքցնի, որ մենք նույն ուշադրությամբ հետևում ենք նաեւ Տիգրան Կարապետյանի հանրահավաքներին, որովհետեւ գիտեք ինչ, ոչ ոք մենաշնոր չունի ժողովրդավարության եւ եթե մեկը հավաքում է հազարներ, մեկից մինչեւ 10-20 հազար, դա նշանակում է, որ պարտավոր ենք ուշադիր լինել եւ ուշադիր լսել։ Վերջի վերջո չի կարելի սնոբիզմով առաջնորդվել քաղաքականության մեջ, եթե Սարը չի գնում Մահմեդի մոտ, ուրեմն Մահմեդը պետք է մոտենա լեռանը եւ մենք մասնակցում ենք այն առումով, որ այո, մենք գնում ենք այնտեղ, մենք լսում ենք, վերլուծում ենք, այո, այդ առումով այո։ Գոռում եք, ասենք թե, չգիտեմ, Սերժիկ հեռացիր կամ չգիտեմ, Լևոն մոտեցիր։ Ոչ, դեսպի բաներ չեք։ Ես կարծում եմ, որ գոռալու ժամանակները արդեն անցել են։ Ես մի վերլուծություն կարդացի, վերջին հարցն է Եգիպտոսի մասին։ Այնտեղ գրված է, որ շաբաթվա սկզբին նախորդ շաբաթվա մասին է այդ երկիրը ղեկավարում էր 5 զինվոր մեկ զինվոր մեկ ծեր զինվոր հա իսկ հիմա ասում ղեկավարում մի քանի ծեր զինվոր որոնց իրավասությունները այն նախորդ զինվորից շատ ավելի մեծ են մեր մոտ այդպիսի բան հնարավոր է ես կարծում եմ արաբական եղբայրական ժողովուրդների խնդիրը որոնցի միջոցով ես ուսում եմ ողջունել այս արաբական քիֆայով նրանց խնդիրը այն է որ իրենք սկզբից դուրս եկան փողոց իսկ հետո նստեցին Թահրիր հրապարակում եւ սկսեցին մտածել ինչ պետք է անել ես կարծում եմ որ մենք հայերս եթե օժտված ենք որոշ շնորհքով պարտավոր ենք սկզբից մտածել իսկ հետո արդեն դուրս գալ դուրս բերել մարդկանց ում համար մենք պատասխանատվություն ենք կրում Շնորհակալություն Տիգրան շատ հետաքրքիր զրույցի համար իմ զրուցակիցն է Սարդարավատ շարժման ներկայացուցիչ Տիգրան Խզմարյան նաև ռեժիսոր մենք վաղը նորից կհանդիպենք ուրբաթ օրը ստեսյուն ինչ բավա